Հայաստանը երկրորդ չեմպիոնը ունի ծանրամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնությունում։ Տղամարդկանց մինչև 110 կիլոգրամ քաշային կարգում Գարիկ Կարապետյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն։ Հայ ծանրորդը երկամարտում գրանցեց 415 կիլոգրամ արդյունք։ Կարապետյանը Եվրոպայի եռակի չեմպիոն է։ Սիմոն Մարտիրոսյանը երկամարտում 6-րդն է։ Պոկում ու հրում վարժություններում ևս մեդալի չարժանացավ։ Հարգելի մարզասերներ, մենք խնդրանք ակտիվ հավանեք տեսանյութը և տարածեք։ Շնորհակալություն մեր կողքին լինելու համար։ Ինչի, բայց փորձի պակաս Մարտիրոսյանը իհարկե չունի և դա ապացուցում է հենց այս մոտեցմամբ գերազանց է։ Կատարեց վարժությունը և երկրորդ փորձից, բայց պոկեց 183-ը Մարտիրոսյանը հավասարվում է Գարիկ Կարապետյանին, բայց զիջում է։ Վերջին մոտեցումն է և մեդալային պայքարի համար ամենավորոշիչ այս պայդրությամբ ուղղվել, պետք է կանգնել վերջապես գտավ հավասարակշռության կենտրոնը Գարիկ Կարապետյանը և 189 կիլոգրամով նա դառնում է կրկին առաջատար, բայց այլև հենց նոր տարեց Լուիս Լաուրետ Ռոդրիգեսը, նա հիմա նաև երկամարտի առաջատարն է ու հենց այս պահին Սիմոն Մարտիրոսյան դուրս եկավ հարթակ 215 կիլոգրամ կանգնեց, հրեց ու պահեց Սիմոն Մարտիրոսյանը, դառնում է հրում վարժության առաջատար շատ վստահ։ Կատարեց այս վարժությունը մեր ծանրորդը Գարիկ Կարապետյանը։ Ինչպես է սկսում։ Հրեց և պահեց այստեղ։ Ամեն ինչ շատ ճիշտ էր, ամեն ինչ շատ վստահ, առանց թերությունների։ Վազգեն Թևանյանի տվյալները ուսումնասիրեք զուգահեռ այս ընթացքում և գնաց Գարիկ Կարապետյանը շատ վստահ կանգնեց 226 կիլոգրամ է և նա պահում է գլխավերևում փայլուն է Գարիկ Կարապետյանը դառնում է հրում վարժության առաջատար 226 կիլոգրամով և երկամարտում նա հիմա ունի 413 կիլոգրամ շրջանցում է Խրիստովին 1 կիլոգրամ է ընդամենը